Վերջին տարիներին որքանով է ձեզ վրա ազդել գնաճը։ Շատ սարսափելի, հատկապես որ ես թոշակառու եմ։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Որ ասեմ բոլորն էլ։ Գնաճը մեծապես նպաստել է, որպեսզի կյանքը վատանա, կյանքի որակը։ Ոնց որ բոլորի վրան հենց էլ իմ վրա։ Ինչ ասեմ, դժվար է։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Բոլորն էլ թանկացել են միանշանակ։ Որը հատկապես, որ ավելի շատ է ձեր գրպանին վնաս հասցրել։ Դե ամենօրյա օգտագործման բաները բոլորն էլ թանկ է, որ ամեն օր պետք է մարդու։ Ես ճիշտն ասած չեմ զգացել։ Նորմալ է ոնց որ։ Դե գինը պետք է աճի, դա հնարավոր չի չաճի։ Իսկ որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել Շատ դիր չեմ ճիշտն ասած։ Ինչ գնաճի մասին չեմ խոսում ջանա, առանց բնակարանım դրա մասին խոսում ես։ Ոչ մի գնա, ոչ բնակարան ունի, ոչ մի Ղարաբաղցիներ ունի։ Դրա համար։ Իսկ գնաճը չեմ հետաքրքրվում։ Ֆինանս չունենալու պատճառով։ Անտանելի։ որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Հատկապես սննդամթերքը։ Կոնկրետ ամբողջական սննդամթերք։ Ահա դժվարանում եք ավելի։ Առաջ ավելի շատ է բան առնում ուտելիք, քան թե հիմա մի քիչ յոլա ենք գնում։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Ասեք միսը, պանիրը, դիրքը, լոլիկ բան, ամենից ազգում։ Վերջին տարիներին որքանով է ձեզ վրա ազդել գնաճը։ Գնաճը ես առևտուր չեմ անում, չգիտեմ, տղաս է անում։ Մի խոսքով ես բողոքական չեմ, ինչ էլ ինչ ուզում եմ Հայաստանը ծաղկի։ Լավ, ազգան, շատ ազդել է, բայց ինչ արած, ես կարանք ինչ անենք։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Բոլորը։ Իսկ ինչպես է ազդում ձեզ վրա գնաճը։ Չեմ անում, ես այս այսօր մի հատ լավաշի մարը վերջից ապ գնաց։ Չեմ կարող ասել։ Ինձ թվում է բոլորի վրա է ազդել։ Ինչ ասեմ, շատ վատ է, որ գնաճը անընդհատ բարձրանում է, աճում է, ոչ չեմ կարող ասել։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Ճիշտ ասած կինս է մեր տան առևտուրանողը, ես չգիտեմ որն է։ Չեք քննարկում կնոջը, չի գալիս ասում այ օրինակ այս ապրանքը թանկացել է։ Դե հեռուստացով լսել եմ, որ տանվարձերն են, ինչ-որ գույքարկն է թանկացել, մյուսն է թանկացել, ամեն ինչն մի խոսքով էժանացում չկա, կարճ ասած, այսպիսի բան։ Այնքանով է ազդել, ագարվես տնկված է մնաց աղջիկյան։ Այդքանով ազդել է ամեն ինչը, մենակ գնաճը չէ։ Այս մեր երկրի ամեն ինչը իմ վրան ազդել է, ես այս տարիքից այսպիսի կյանք, այսպիսի պայմաններ, այսպիսի իրավիճակ չէի տեսել, չեմ էլ ուզում էլ տեսնել։ Ցանկանում եմ մեր երկրին մի հատ հրեշտակ մարդ իջնի այս երկիրը փրկի այս ամեն ինչից։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Ամեն ինչի։ Ամեն ինչը թոշակառուի համար որ ապրանքն առաջեցին սնունդը։ Այդ դրանից բացի ուրիշին ինչ պետք է լինի։ Ինչ։ Ամեն ինչը, բա հոգեբանականը, բա ստրեսային վիճակը, բա այս երկրի առօրյա ամեն ինչ ոնց ասեմ, որ երանելի վիճակ է, որ մեկ ասեմ, ամեն ինչը։ Դա Աստված, մի հզոր, գերհզոր մարդ իջնի, Էսի վարչապետ չէ, էսի քրմապետ է, մեր բոլորին ազատ է այս վիճակից աղջիկ ջան։ Վերջին տարիներին որքանով է ձեզ վրա ազդել գնաճը։ Շատ ազդել, շատ։ Փոփոխություններ կան, բայց թող լուսավոր լինի ամեն ինչ։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Ոչ մի։ Չեմ կարող ասել։ Ինչպես բոլորի վրա վատ է, բայց վիճակը լավ չի ընդհանրապես տնտեսության։ Ոչինչ բան անել չենք կարող մենք։
Իհարկե դժվար է, բայց մենակ մեր երկիրի չի որ այդ վիճակին է։ Դրա համար ըմբռնում ենք մոտիկանում ամեն ինչի։ Իսկ որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Ես այնքան սեղմ առևտուր եմ անում, չեմ կարա տենց առանձնացնեմ, որ ինչ-որ փոփոխություն ունի, տարբերություն ունի, չկա տես բան, չկա։ Բավականին։ Որ ապրանքների թանկացումն է հատկապես ձեր գրպանին հարվածել։ Իմ գրպանին մի քիչ կարակը, մսեղեն չեմ օգտագործում։ Մի խոսքով ոչինչ, ապրում եմ, որ 42,000 դրամ եմ թոշակ ստանում։ Չեմ էլ հետևերսկի։ Թանկացում չեք նկատում։ Դե ամբողջ աշխարհում ամեն ինչը թանկանում, ամենակ ստեղ չի։ Օրինակ որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ Հիմնականում սննդամթերքը։ Շատ Որ ապրանքների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։ ամեն բոլոր ապրանքները, բոլոր պիտանի ապրանքները, որ տան համար է թանկացել է։ Օրինակներ կբերեք ինչն է ավելի թանկ։ Սկսած կարակից վերջացած բանջարեղենից բոլորը թանկացել է։ Վերջին տարիներին նկատելի գնաճ կա Հայաստանում, գնաճը ակնհայտ է բոլոր ոլորտներում, ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ, հագուստ, կոշիկ, բնակարանային ծառայություններ, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների շուկայում նկատելի է գնաճը։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք վերջին տարիներին որքանով է ձեզ վրա ազդել գնաճը եւ որ ապրանքատեսակների թանկացումն է հատկապես հարվածել ձեր գրպանին։